Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ բոլոր արցախցիները, հատկապես նրանք, որոնք քննադատաբար էին տրամադրված այս իշխանություններին, պետք է զոհված լինեին պատերազմի դաշտում։ Եթե չեն զոհվել, ուրեմն կամ չեն կռվել, կամ փախել են ու ընդհանրապես հայրենասեր չեն։ Առհասարակ ինչու էս ողջ մեղադրանքը ինքն իրենով նորություն է, և միայն Նիկոլ Փաշինյանի մտքով կարող էր անցնել մեղադրել մարդուն միայն նրա համար, որ նա ապրում է։ Նույն տրամաբանությամբ կարող ենք հարցնել, ինչու որևէ ՔՊԱ-կան պատգամավոր, որևէ աչքի ընկնող կուսակցական կամ որոշակի պաշտոն զբաղեցնող անձ չի զոհվել պատերազմում։ Որքան հիշում ենք, ՔՊԱ-կանները ինչ-որ ջոկատ էին կազմել և մեկնել էին իբր կռվելու։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, ինչու Էրատո ջոկատից որևէ մեկը կամ հենց ինքը զորավար Աննա Հակոբյանը չի զոհվել մարտի դաշտում։ Չէ՞ որ նրանք ջոկատ էին կազմել միայն նրա համար, որ ինչպես ջոկատի հրամանատարն էր ասում հենց ինքը Աննա Հակոբյանը, նրանք գնում են կռվելու, որովհետև տղամարդիկ փախնում են պատերազմից։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե տղամարդիկ փախնում էին, ապա կրակն իրենց վրա վերցրած Էրատո ջոկատի առնվազն կեսը պետք է զոհված լիներ մարտի դաշտում։ Նույն տրամաբանությամբ կարող ենք հարցնել, ինչու Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանը չի զոհվել պատերազմում։ ՔՊԱ-կանները ինչ-որ Զորավար Անդրանիկի մոտիվացիաներով ինչ-որ լեգենդներ էին տարածում, իբր Աշոտ Փաշինյանը արցունքն աչքերին հորդորում էր չնահանջել։ Կրկին տրամաբանությունը հուշում է, որ նա միայնակ դեմ հանդիման մնալով թշնամու դեմ, այսօր հանձինս նրա մենք պետք է ունենայինք ազգային հերոսի կոչումով հետմահու պարգևատրված մի հայորդի։ Եվ վերջապես կարող ենք հարցնել, թե ինչու է ողջ հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պարտությունից հետո գերագույն գլխավոր հրամանատարը ընտրություն կատարելով անպատվության և արժանապատվության մեջ, նախապատվությունը տվել է վերջինին ու ինքնասպան եղել։ Իհարկե, ասածներից չի հետևում, որ մենք ցանկանում ենք թվարկված անձանցից որևէ մեկի մահը, իհարկե ոչ, սակայն Աստվածաշնչում ասվում է. «Մի արա ուրիշին այն, ինչ չես ուզում, որ քեզ հետ անեն»։ Հետևաբար, եթե դու որևէ մեկին մեղադրում ես ողջ լինելու մեջ, ապա կարող ես հարուցել մյուսների զարմանքը, թե ինչու ես ողջ հենց ինքդ։ Սակայն հարգելի հետևորդներ, իրականում Նիկոլ Փաշինյանը այս հարցադրումներով նոր ատելության նոր չափաբաժին է սերմանում հանրության մեջ արցախցիների դեմ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է զոհվածների հարազատների մոտ անարդարության գիտակցում ձևավորել, թե ինչու են մյուսները ողջ։ Նա ուզում է ստեղծել այնպիսի մի պատրանք, որ այն արցախցիները, որոնք չեն զոհվել, նրանք փախել են ռազմի դաշտից, նրանք չեն կռվել, չեն պայքարել հանուն իրենց հայրենիքի, և ձեր որդիներն են զոհվել նրանց փոխարեն։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի իրական մոտիվացիան։ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հանրությունը սև ու սպիտակի բաժանելուց հետո, այսօր նա փորձում է հասարակությունը բաժանել ողջերի ու մեռածների և բոլորին հանել իրար դեմ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը փորձում է ձևավորել այն գիտակցությունը, որ լավ արցախցին զոհված ղարաբաղցին է։ Հարգելի հետևորդներ, հաջորդը, որ Նիկոլ Փաշինյանին հունից հանում է, դա շուրջ 5000 զոհերի անուն տալն է։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցից ուղղակի կորցնում է հավասարակշռությունը,
կորցնում է ինքնատիրապետումը եւ սկսում է անդադար ասել, թե որտեղից ձեզ այդ թիվը, որտեղից ձեզ այդ թիվը, որտեղից ձեզ այդ թիվը, նա չի թողում, որպեսի մարդը իր խոսքը ավարտի եւ անդադար շեշտադրում է, թե որտեղից ձեզ այդ թիվը, մենք այլ թվեր ենք հրապարակել։ Նախ, եթե գումարում ենք 44 օրյա պատերազմի զոհերին, Ջերմուկի պատերազմի զոհերին եւ անհետ կորածներին, ապա ցավալիորեն մենք կանգնում ենք շուրջ 5000 թվի վրա։ Իսկ ինչ վերաբերում է, որ նրանք ինչ-որ պաշտոնական թվեր են հրապարակել, իսկ ով է ասում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հավատ ընծայեն այս իշխանությունների հրապարակումներին։ Այս նույն իշխանությունները 100%-անոց կեղծում էին պատերազմի ժամանակ։ Այս նույն իշխանությունները շրջան հանձնելուց հետո հայտարարում էին, որ ինչ-որ տակտիկական նահանջներ են կատարում։ Երբ թշնամին հրապարակում էր գրավված քաղաքների նկարները, որոնցում արդեն ծածանվում էին ադրբեջանական դրոշներ, այս նույն իշխանությունները Արծրուն Հովհաննիսյանի բերանով հայտարարում էին, որ այդ ամենը լկտի սուտ է։ Նիկոլ Փաշինյանը Շուշին հանձնելուց հետո հայտարարում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Իդեպ, Նիկոլ Փաշինյանը Շուշին հանձնեց նաև մարդկանցով։ Նա Շուշին հանձնեց, սակայն թույլ տվեց, որպեսզի մարդիկ այդ ժամանակահատվածում կռվեն ու զոհվեն, երբ նա արդեն հանձնել էր Շուշին։ Հետևաբար ով է ասում, որ մարդիկ պարտավոր են Նիկոլ Փաշինյանի ասացներին կամ ՔՊԱ-ական իշխանության ասացներին ինչ-որ հավատ ընծայեն։ Հակառակը, այս իշխանությունները իրենց պաշտոնավորման ողջ տարիների ընթացքում այնքան կեղծիք են հրամցրել հասարակությանը, այնքան սուտ են ասել, որ այլևս նրանց ասացներին հավատ ընծայելը ֆանտաստիկայի ժանրից է։ Հարգելի հետևորդներ, ընդհանրապես այս քարոզարշավը նաև բացահայտեց Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Ստեղծվել է ինչ-որ մի լեգենդ, իբր Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է մտածված, իբր Նիկոլ Փաշինյանը խաղում է ինչ-որ տարբեր դերեր ու փորձել են Նիկոլ Փաշինյանից ստանալ մի կերպար, որ նրա մոտ ամեն ինչ գծված է եւ ցանկացած քայլ ունի իր նպատակը։ Իրականում այդպես չէ։ Այս քարոզարշավը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը անհավասարակշիռ անձնավորություն է։ Եվ մեր դժբախտությունն է, որ մենք թե նախկինում Հայաստանի Հանրապետության ղեկը վստահել ենք ինչ-որ հոգեպես անհավասարակշիռ մի անձնավորության, եւ թե վտանգված է մեր ապագան, եթե Աստված մի արասը նրան հաջողվի վերարտադրվել։ Այո, ես միշտ օգտագործում եմ նրա պարագայում վերարտադրվել բառը, որովհետև նա չի կարող վերընտրվել, նա վատագույն դեպքում կարող է վերարտադրվել։ Եթե վերարտադրվի, ապա պատկերացրեք, թե այս անձը, որը ինչպես է իրեն պահում այս քարոզարշավի ժամանակ, նա այդ նույն տրամաբանությամբ էլ ղեկավարելու է երկիրը։ Հարգելի հետևորդներ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թեպետ ինձ թվում է ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ չի եղել որևէ ղեկավար, որը մարդկանց սպառնա անկախ մարդկանց արարքներից, նույնիսկ եթե այդ մարդիկ մեղավոր են։ Եթե այդ մարդիկ մեղավոր են, դրա համար կա քրեաիրավական ընթացք։ Բայց որ ղեկավարը ասի դիմակները կմտցնեմ ձեր համապատասխան տեղը, այն էլ դա հայտարարի եթերով, նման բան ես չեմ հանդիպել։ Չի եղել դեպք, որ պետության ղեկավարը իր քաղաքական ընդդիմադիրներին սպառնա կզսնել։ Ու ընդ որում դա ասի մի կնոջ։ Կնոջ հետ բանավիճելու ժամանակ, ընդ որում ոչ թե պաշտոնյա կնոջ, այլ սովորական քաղաքացու հետ բանավիճելու ժամանակ հայտարարի, որ կզասնելու եմ ձեզ։ Ու ամենազավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այդ թվում կին նախարարը, նրա հետևում տմտմբացնում է գլուխը։ Ինչի վրա է տմտմբացնում, Անահիտ Ավանեսյան, ինչի վրա է տմտմբացնում գլուխը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը մի ուրիշ կնոջ ասում էր, կզասնելու եմ, թե դու մխիթարվում էիր նրանով, որ բացի քեզնից որևէ մեկին էլ է կզասնելու Նիկոլ Փաշինյանը։ Ախր ինչպես կարող եք չհասկանալ։
որ նման արժանապատիվ կեցվածքով ապրել չի կարելի ուղղակի։ Դուք ինքներդ պետք է որպես կին սաստեիք Նիկոլ Փաշինյանին, որ նա իրեն հավաքի, որ նման տոնով կնոջ հետ չեն խոսում, այն էլ պետության ղեկավար լինելով հանդերձ։ Հարգելի հետևորդներ, հետևեք Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։ Ծեփել պատերին, փռել ասֆալտին, կզացնել, մտցնել համապատասխան տեղը, դոմփել, համբալներ, լակոտներ, ահա այսպիսի մի բառապաշար օգտագործող մարդը, որը ցավալիորեն մեր ղեկավարն է, հայտ է ներկայացնում ևս ինչ-որ մի ժամանակահատվածով ղեկավարել մեր պետությունը։ Հարգելի հետևորդներ, եթե նա քարոզարշավի ժամանակ է կորցնում իր հավասարակշռությունը ու ցույց տալիս իր իրական դեմքը, ինչու եք կարծում, որ նա նույնը չի անում նաև միջպետական հարաբերությունների ժամանակ։ Ինչու եք կարծում, որ Նիկոլ Փաշինյանից բազմաթիվ Փաշինյաններ կան եւ ամեն մի դրվագում ինքը իրեն դրսևորում է իրավիճակին համապատասխան։ Նման բան գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը բոլոր իրավիճակներում է իզորու կորցնել հավասարակշռությունը ու ընկնել հիստերիայի մեջ։ Սակայն եթե քարոզարշավի ժամանակ մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կարող ենք վիրավորվել մեր պետության ղեկավարի նման պահվածքից, ապա միջպետական հարաբերություններում չեն վիրավորվում։ Միջպետական հարաբերություններին հայելային ձևով պատասխանում են, սակայն ոչ թե գրեհկանում են Նիկոլ Փաշինյանի պես, այլ այդ հարվածները հասցնում են Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն, որքան գրեհիկ է պահում իրեն Նիկոլ Փաշինյանը, այդքան տուժում ենք մենք բոլորս, այդքան տուժում է պետությունը։ Այսեղից պետք է անել հետևություններ, հարգելի հետևորդներ, որ Նիկոլ Փաշինյանի այն կրթվելը նորաձև է, աշակերտներին ուղղված տափակաբանությունները, որ սովորի լավ ապրես եւ այլն, այդ ամենը կեղծ է։ Նիկոլ Փաշինյանը ինքն իր օրինակով ինքն իր անձով պետք է օրինակ ծառայեր։ Այո, նա այդպիսի օրինակ էլ ծառայում է, սակայն գրեհկության օրինակ։ Հարգելի հետևորդներ, պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պետության ղեկավարների խոսքերը դառնում են թևավոր, դառնում են դասագրքային։ Այդ խոսքերը օրինակ են բերում ուսանողներին, աշակերտներին, հաճախ այդ խոսքերը զարդարում են դպրոցների եւ համալսարանների ճակատները։ Այդ խոսքերը մտնում են քաղաքական պատմության դասագրքերում։ Մեջբերում ենք մենք բոլորս։ Օրինակ, բազմաթիվ անգամներ մենք մեջ ենք բերում Չերչիլից, Ռուզվելտից։ Ու ինչ պետք է մեջբերեն մեր աշակերտները Նիկոլ Փաշինյանի խոսքից։ Ինչպես ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը դոմփել, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը կմտցնեմ համապատասխան տեղդ, ինչպես ասել է Հայաստանի ղեկավարը բոլորիդ կծեփեմ պատերին ու կփռեմ ասֆալտներին, համբալներ, լակոտներ, կկզցնեմ բոլորիդ, սա ենք մենք մեջ բերելու Հայաստանի Հանրապետության ղեկավարից։ Եթե այո, ապա վայ մեզ։ Եթե այո, ապա մենք ազգովի դատապարտված ենք։ Դատապարտված ենք խայտառակության, քանի որ այս անձի քարոզարշավին հետևում ենք ոչ միայն մենք, հետևում է նաև միջազգային հանրությունը։ Իսկ գիտեք ինչու է հետևում։ Որպեսզի հարմար առիթի ժամանակ կզացնեն այն անձին, ով քարոզարշավի ժամանակ սպառնում էր կզացնել ուրիշներին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։